Բայց ինչի գնացիր էնել հենց իրանց տուն։ Դե որովհետև մենակ էր։ Ու հասկանում ես ինքը ոչ թե այդ պահին էր մենակ, այլ մենակ ապրում։ Քեզ ինչ բելա։ Ախր ինչը կարող ավելի տխուր լինի, երբ որ դու հիվանդ ես ու մենակ։ Հա։ Հասկանում եմ երևի, բայց քեզ ինչ բելա։ Մի րոպե։ Ընդհանրապես ինչի էր իրան զանգել, որ մի հատ էլ իմանա իր մենակա թե չէ։ Զանգել էի, որովհետև Ասյան էր ասել, որ զանգ։ Ասյան։ Ինչ էր ասել։ Որ օգնեմ մաթեմի թեստի համար։ Հա։ Ասյան կարող անհանգստանար, դե իրան վաղուց է ճանաչում։ Բայց մեկը բելա, ես չեմ հասկանում քո անհանգստության պատճառը։ Լսի, դու շատ բարի ես, շատ։ Բայց պետք է հասկանաս, որ բարությունդ պետք է ճիշտ մարդկանց հանդեպ օգտագործես։ Ճիշտ մարդկանց այդ ոնց։ Օրինակ քո մտերիմների։ Բայց ինչ կարևոր է մարդը մտերիմա թե չէ, եթե օգնության կարիք ունի։ Բելա, դու ես աշխարհից ես։ Մերսը Դավիթի ընկերն է, իսկ մենք Դավիթին հասցրել ենք արդեն ճանաչենք։ Բայց Դավիթը Դավիթն է, Մելսը։ Ասա ընկերդ ով է, ասեմ ով ես դու։ Ես իհարկե չեմ ասում, որ Մելսը լավն է, բայց Դավիթի նման չի։ Երևի որ զուգանում քո մասին խոսում էին, էդ էլ Մելսը չէր։ Բելա, մարդկանց չի կարելի այդքան շուտ ներել։ Մանավանդ Մելսին, որ անշնորհակալի մեկն է։ Երևի ճիշտ ես։ Ֆիզկուլտից էլ ուշացանք, հաստատ բացակայինք ստացել։ Դե ես մեկա չեմ մասնակցում։ Տեսողության պատճառով ինձ ֆիզիկական ծանրաբեռնվածություն չի կարելի։ Դու բրծար իսկ ես չէ։ Բայց մեկ-մեկ սենց խոսակցություններն ավելի կարևոր են։ Ինեսը երեք ուրիշ բան էլ ա եղել։ Ինչ, ու այդ անտակտը քեզ չի նեղացրել։ Չէ, Շաքեն եկավ տեսավ, որ իրանց տանն եմ։ Ճիշտ է, արդեն Մերսի տատիկն էլ էր եկել, բայց դե… Լավ չի։ Դե Շաքեն անդադ Մերսից է խոսում, Մերսը դպրոցում ցույց չի տալիս, բայց իրանք շփվում են, դե հանդիպում են էլի։ Դե հա, այդ արդեն հասցրել եմ հասկանալ, բայց արի անկեղծ, ոնց կարելի է ինձ խանդել։ Այսինքն… Դե որ մի աղջիկա մտքով կանցնի, են էլ Շաքեի նման աղջիկա, որ իրա կողքի տղան կարա ինձ ուշադրություն դարձնի, այդ ենքան ծիծաղելի է ուն հավանական։ Բելա, դու շատ լավն ես, շատ, ու յուրաքանչյուր տղա կերազեր, որ իրա կողքին հենց դու լինեիր։ Դու այդպես ես ասում, որտեվ ինձ լավ ես վերաբերվում, իսկ տղաները ինձ ուշադրություն են դարձնում մենակ այն ժամանակ, երբ որ պետքա թեստերի հարցում օգնել, դասերի հարցում օգնել կամ միջանկելի ժամանակ հուշել։ Դե, ընդհանրապես, տղաները մի քիչ հիմար են։ Սա այսպես… Ես ինչ թվեր են։ Դանիելյանը տեղ եկա։ Սա ատար իրան ասա թող գա։ Շատ լավ։ Ալո։ Հա, այս է լսում եմ։ Գերտոնոյանը ուզում է հանդիպել ձեզ հետ։ Ձեզ այսօր հարմար կլինի։ Խնդիր չկա, կարող է 3-ին գալ։ Գալ, չէ, դե նկատի ունեի դուք գայիք դպրոց։ Դավիթի հետ է կապված, ինչ-որ բան է եղել։ Չէ, ամեն ինչ նորմալ է, ուղղակի… Դե եթե տիկին Տոնոյանը ուզում է ինձ տեսնել, կարող է ժամը 3-ին գալ ինձ մոտ։ Ես ձեզ հասկացա։ Գալիս է։ Չէ։ Այսինքն չէ։ Դե ասեց, եթե դուք ուզում եք իրեն տեսնել, կարող եք գնալ։ Ուր գնամ։ Դե չգիտեմ, վատ իմաստով չէ, երևի նկատի ուներ գնաք իր օֆիս, ժամը 3-ին։ Ոնց։ Այսինքն ես գնամ իր օֆիս։ Այո,
Այդպես էլ ասաց Տիկին Տոնոյանը կարող է գալ։ Տիկին? Էլի տիկին։ Ոչինչ։ Դավիթը մի օրում չի դառնալու օրինակելի աշակերտ։ Նա դեռ առիթներ կունենա գալու դպրոց։ Հաստատ։ Ընկեր Տոնոյան, բայց իրոք էլի, ինչ եք ուզում գա, Դավիթ այսօր ոչ մի բան չի արել։ Ասա, վերջ ապրես, կարող ես գնալ։ Գնա, ասա, գնա։ Լավ։ Տիկին Տոնո։ Շաքե։ Շաքե ո՞նց ես։ Նեղացած ես։ Իսկ քո կարծիքով Լավ Շաքե, դու ինչ կարայի անել։ Վիկա կարայր ուղակի հասցեն չտայր Բելային։ Լավ, բայց գոնե իմացար ինչին էր պետք։ Բելան երեք Մելսի տանն էր։ Լուրջ, բայդո։ Հետո Մելսի տատիկն էր ընդեղ։ Մելսի տատիկը։ Չեմ հասկանում, Բելան Մելսի տատի համար էր գնացել։ Չգիտեմ։ Մելսի տատիկը ինչ որ բաներ ասեց, բայց ես չհավատացի։ Մի խոսքով չգիտեմ, Վիկա։ Լսի, ինձ թվում է դու անիմաստ ես նեղվում, որովհետև դու Բելային տեսել ես, ոնց կարա Մելսը նայ Բելային։ Հա, ես էլ եմ այդ հասկանում։ Եթե ինչ որ սիրուն աղջիկ լիներ իր փոխարեն, մի քիչ կփորձեի հասկանալ, բայց ինչ որ մի բան կա, որը որ ինձ չեն ասում, Վիկա։ Իսկ Մելսը ինչ է ասում։ Նույնը։ Ասում է, որ չխանդեմ, որ խանդելու առիթ չունեմ, չկռվեմ, չմտածեմ, բայց ախր մի բան կա, որ ես չգիտեմ, հասկանում ես։ Վիկա դասարանում քեզ եմ սպասում։ Լսի, եթե ուզում էիր առանձին խոսալ, կարելի ուղղակի ասեիր։ Վայ, գնում եմ, լավ։ Եկի եկել։ Էլ չեմ գա։ Չեմ ասում էլ չգաս։ Ասում եմ ինչի էի եկել, ինչ որ բան կար։ Դու կաս, Մելս, եկել էի, որ քեզ տեսնեի։ Լավ է։ Հա, ինչ ես զարվում։ Լավ է, որ եկել էի։ Հա, ինչի՞ չէ։ Հավես ունես դասին ես, տես։ Դուրս գանք։ Հաղթենք։ Տենց մի բան։ Կանչել եք ընկերաթան։ Այո։ Ներսարի, նստիր։ Ինչպես ես։ Ես։ Լավ եմ։ Աշխատանքները նախագծի շուրջ ոնց են ընթանում։ Լավ, արդեն թիմը կա։ Շատ լավ է, շատ։ Եվ ովքեր են թիմում։ Լևոնը եւ Բելան։ Լևոնը։ Ինքը ասաց, որ պատմություն շատ է սիրում։ Լավ տղա է։ Մի քիչ կռվարար։ Չէ, եթե շաբաթօրակի դեպքը նկատի ունեք, դա ուղղակի շփոթմունք է եղել։ Պարզ է։ Իրականում ես գիտեմ, թե ինչ է եղել։ Հա։ Հա, իհարկե, Դավիթը եւ Լևոնը քո պատճառով են կռվել։ Չէ, դետքան էլ այդպես չի։ Կարևոր չի։ Դու կարող ես ինձ հետ անկեղծ լինել, եթե որևէ բանի կարիք ունենաս, կարող ես ինձ դիմել, ես սիրով քեզ կօգնեմ ցանկացած հարցով։ Ինչի։ Ինչի։ Դե ինչի եք ինձ ասում։ Որովհետև դու իմ աշակերտուհին ես եւ ես իմ բոլոր աշակերտներին դա ասում եմ։ Պարզ է։
Դե սովորաբար որևէ նախագծի վրա աշխատելուց այնպես է ստացվում, որ դասերից դուրս պետք է հանդիպել, քննարկել, աշխատել, դուք պլանավորում եք նման բան։ Հա, կանենք, անպայման կանենք։ Դե ասենք կարելի է եւ ձեր տանը հավաքվել, մոտ եք ապրում։ Չէ, նոր ենք տեղափոխվել ես ու մայրիկը արդեն մոտ ենք։ Մայրիկը։ Միայն դու եւ մայրիկը։ Այսինքն։ Քույր եղբայր։ Չէ, ես ու մայրիկը միայն։ Բարզե։ Վարձով։ Արդեն չէ։ Բնակարան եք գնել։ Այո, վերջապես հաջողվեց նախկինում վարձով էինք։ Շատ լավ, շատ։ Գերաթոյան, կարող եմ ես գնալ։ Իհարկե կարող ես գնալ։ Բայց նկատի ունեցի լինեսա, ցանկացած հարցով կարող ես ինձ դիմել, ես քեզ սիրով օգտակար կլինեմ։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Լարա, ուր ես, ամբողջ դպրոցում քեզ եմ ման գալիս։ Ես լացում ես։ Ինչի համար ես լաց լինում։ Ինչ ա եղել, լար։ Վայ, մի բան ասա, արդեն անհանգիստ եմ, ինչ ա եղել։ Ինչ, չեմ հասկանում։ Շորս։ Ինչ, կեղտոտվել, հա։ Դե լավ, ոչինչ։ Կարճա, մարդա, կարճա։ Ու Աթոյանը ինձ տարավ Տոնոյանի մոտ ու խայտարակ արեց։ Ոնց որ դպրոցական երեխա լինեի։ Քիչ էր մնում ծնող կանչեր։ Կարճ հագնելու համար։ Պարզա։ Մարդա, նենց էր իմ հետ խոսում, ոնց որ ես հատուկ եմ կարճ հագել, որ ամոթ էլ ասելը։ Բա Տոնոյանն ինչ ասաց։ Տոնոյանն էլ ասեց, որ այսօր ոչինչ, բայց հետո էլ չկրկնվի ու վերանայեմ զգեստապահարանս։ Այ տարակ եղա։ Զարմանալի է, որ Տոնոյանը Աթոյանի հետ համաձայնվել է։ Մարդա, ես այս վիճակով չեմ կարող մտնեմ դասարան, խնդրում եմ, էլի գնա Տոնոյանին ասա, որ ես ինձ լավ չի զգում ու գնացել եմ տուն։ Լար, ես չեմ կարող ասել, որովհետև եթե դու անձամբ չասես, պատմություն ես արգելու։ Բայց եթե ես ասեմ, կհասկանա ինչի համար եմ գնում։ Եթե ես ասեմ, էլի կհասկանա։ Հենց որ ավելի լավ է դու ասես։ Համել ինչի ես թողնում, որ Աթոյանը որոշի։ Գնա դու քո դասն արա։ Էդ ես չեմ թողնում։ Տոնոյանն է թողնում։ Ինձ ճիշտն ասա, դու էլ ես մտածում, որ կարճ է։ Լար դե ոնց ասեմ, հա, մի քիչ կարճ է։ Բայց ես չէի մտածում, որ խնդիր է։ Խոյ տղայք եղո։ Դե լավ, լաց մի եղիր։ Դու գնա տուն, ես Տոնոյանին կասեմ, որ ի վիճակի չէ իր դաս անելու։ Հա, կասես։ Ես որպես կգնամ, ինձ չեն էլ նկատի։ Հիմա դաս կլինի, միջանցքները լրիվ կդատարկվի։ Ոպես մարդա, փրկեցիր ինձ։ Դու այստեղ սպասիր, հենց դասամիջոց լինի, նոր կգնաս։ Դե նստիր։ Լաց չլինես։ Խոստանում եմ։ Բա հիմա ինչ անենք։ Ոնց։ Դու լուրջ այդ հարցը տալիս ես։ Դու չգիտես ինչ անենք։ Դե ես մտածում եի դու միշտ գիտես էլի ինչ պետք է անել։ Լսի դե հո մաթեմի խնդիր չի որ իմանամ։ Խոսքը մարդկային ճակատագրերի մասին է։
Ինձ թվում է պետքա ժասին ասենք չգնա։ Այդ չգնալու համար պատճառ է պետք։ Խիչը պետք է գնա։ Դե չգիտեմ, որովհետև ես իմ ասենք ժաս պետքա քեզ թանկացնես։ Ծանր բայես։ Ահա, աղջկան, ով երրորդ դասարանից իրարված է Սևակին, ասենք Սևակը քեզ ժամադրությանը հրավիր է, բայց դու քեզ ծանր պայի մի գնա։ Գիտես ժասը ինչ կասի։ Կասի Կարեն լավ չես։ Չէ, հաստատ չի գնա ժասը։ Առանց մեր ասելու է չի գնա։ Բա որ գնաց, բա որ ավելի սիրուն լավ բան ստացվեց։ Ավելի սիրուն բան, որտեղ ժասը պիտի տանջվի։ Սևակի պահը, որ իմանա պատկերացնում ես ինչ կլինի։ Մեկը ես չեմ ասի, ինձ թվում է դու էլ։ Բայց սենց ախր սենց ոնց թողենք։ Այդ քո գրքերում մի բան չկա գրած այս պահով։ Չգիտեմ, փիլիսոփայություն, հոգեբանություն։ Լսի, ամեն ինչ հեշտ է, երբ գրքի մեջ է, բայց երբ խոսքը վերաբերում է մարդկանց ում ճանաչում ես։ Այսօր խի տենց բան արիր։ Սկսվեց։ Հիմա ինչ ա եղել։ Հեչ, արի։ Դավո ինչ ես անում։ Մի խառնվի դու։ Հերու գնա։ Քո հետ եմ։ Հատուկ տեսար հորս ավտոն կայնեցիր, հա։ Արա դու լրիվ ապուշ ես։ Հանգիստ, եկեք մի հատ հասկանանք։ Ինչ ա եղել։ Քո ուզածն ի՞նչ է։ Ուղիղ ասա ինձ։ Ես չեմ կարող մի բան ասեմ նենց մարդով, որ ամենապրիմիտիվ բաները չի կարող հասկանա։ Լսի։ Դու լսի է։ Ես ոչ քո հոր ավտոն գիտեմ, ոչ է տենայ կճանաչեի։ Հետո է խառնվեցի իրար։ Կամ եթե չես նկատե չէի կարող վազելով փախնեի։ Այդքան պրիմիտիվ բաները պետք է բացատրեմ քեզ։ Ահա, հասկացանք, առանց կռիվ սարքելու վերջացնենք։ Հերո կմնաս մեզնից։ Եղավ արա։ Էս ինչ էր, ինչ ա եղել։ Էջ առավոտ սրա հոր ավտոյի տակ է ընկնում։ Այսինքն, ոնց։ Դե իրան բացատրեցի, մի հատ է քեզ բացատրեմ։ Չէ։ Մաման, որ իմացավ դասից փախել եմ, ինձ ուղղակի կսպանի։ Որ չասես չի իմանա։ Իսկ եթե Ասյան տեսնի ու զանգի, Դե արդեն ստեղ ենք, արդեն փախել ենք։ բայց ինչի համար։ Շաքեբ, Մելս, մի րոպե էլի, թող խոսեմ։ Ուզում եմ լսես ինձ։ Այս վերջին օրերին շատ լարված ա եղել ամեն ինչ ու հիմա քանի հանգիստ ա ուզում եմ խոսենք։ լավ ասա չեմ խանգարում։ Ես չգիտեմ այս վերջերս ինչ ա կատարվում իմ հետ։ Ես սկսել եմ շատ վատ քայլեր անել։ Ես չպետք ա երեք ձեր տուն գայի, չպետք ա խոսեի Բելայի հետ, իրանից ինչ-որ բան փորձեի իմանալ, չպետք ա պահեի իրան, հասկանում ես։ Ես չեմ ուզում քո հետ վիճեմ, նեղանամ քեզնից։ Ինձ այդ դուր չի գալիս, Մելս։ Ինձ այդ Շաքեն դուր չի գալիս։ Բայց ես չեմ ուզում ինձ մեղադրեմ ամեն ինչում, որովհետև ես գիտեմ իմ արածների պատճառը։ Ես ուզում եմ քեզ վստահեմ, հասկանում ես։ Գիտեմ։ Կներես ինձ։ Ես մտածել եմ ու հասկացել եմ, որ ես եմ մեղավոր։ Ես չեմ ուզում մեղադրեմ։ Ուղղակի ուզում եմ ճիշտ իմանամ, որովհետև հաստատ ինչ-որ բան կա, որը որ ես չգիտեմ։ Շաքե հավատա, եթե քեզ վերաբերվող ինչ-որ բան լիներ, դու հաստատ կիմանայիր։ Բայց քեզ ա վերաբերվում, չէ՞։ Եթե ես օտար չլինեի քեզ, դու կասեիր ինձ։ Կամ էլ ուղղակի չես վստահում։ Լսի, ամենակարևորը, որ դու պետք է իմանաս այն է, որ դու Բելային խանդելու պատճառ չունես։ Հա, Մելս, ես հասկանում եմ, որ Բելան այն աղջիկը չի, ում դու կարաս ուշադրություն դարձնես։ Բայց այդ դեպքում ինչ ա կատարվում, ես ինչ ա նշանակում։ Ինքը ուղղակի օգնում է ինձ։ Ինչու՞մ ա օգնում։ Դասերի պահով։ Պայմանավորվել եմ հետը, որ պետք է օգնի գնահատականներս ուղեմ։ Այդքան բան։ Ինձ ասեիր, ես քեզ կօգնեի։ Շաքեն ինձ չի հետս պարապում է։ Ուղղակի իմ փոխարեն գրում ասախ։ Այդքան բան, Մելս։ Այդքան բան։ Ես որոշեցի հետդ խոսամ ու ասեմ ամեն ինչ։ Երեք տատիկը լրիվ ուրիշ բան մտածեց։ Ինքը քեզ խաբեց։
ինքը չէր կանչել Բելային։ Հա, ես այդ հասկացել էի։ Գիտեմ, որ հասկացար, բայց ինձ դուր չի գալիս, որ տատիկը ստիպված իմ պատճառով ինչ-որ մեկին խաբում է։ Կամ մտածում է, որ ես եմ խաբում քեզ կամ Բելային։ Այսինքն, եթե երեք տատիկը տանը չլիներ, դու ինձ այսօր չէիր ասելու, ճիշտ է։ Չգիտեմ, երևի չէ։ Տատին ճիշտ է ասում։ Կողքից նենց տպավորությունն է, որ ես քեզ խաբում եմ կամ նեղացնում։ Ու եթե կողքից այդ տպավորությունն է, կարող է ես եմ սխալ։ Ճիշտ է նստել պատմելն է ամեն ինչ։ Ես ուրախ եմ, որ մենք խոսեցինք։ Մենք հիմա մնում է մի բան հասկանանք։ Ինչ։ Բելան քեզ օգնում է դասերի հարցում։ Բա ես։ Դու ինչ։ Ես ով եմ քո համար։ Գարնանը դու ինձ ասացիր, որ սիրում ես։ Ամռանը սկսեցիր խուսափել։ Հա, ես հասկանում եմ ձեր տանը կատարված դեպքը, բայց բա հիմա մերս։ Ես հիմա ուզում եմ, որ մենք չսխալվենք, Շաքե։ Լսի, այն ժամանակ, որ ես ասել եմ ես չեմ խաբել, ու հիմա էլ չեմ ուզում խաբեմ։ Դու իմ համար շատ կարևոր ես։ Ու ես չեմ ուզում քեզ կորցնեմ։ Բայց էլ չես սիրում, հա։ Ես տենց բան չասեցի։ Հակառակն էլ չասեցիր։ Ես ասեցի ավելին, քան ուղղակի սիրելն է։ Բելա, ինչի՞ ես մենակ։ Բոլորը ինչ որտեղ են, չգիտեմ։ Այն էսա։ Աթոյանն էր կանչել, էլ հենց չեկավ։ Զանգեմ։ Չէ, ինձ գրեց ասաց գամ դասարան, ես էլ եկա։ Հետ ինչ ես գրում։ Այս պատմության նախագծի համար կոսմեկներ եմ անում։ Այդ նախագիծը։ Լսի դու չես կարա մենակ անես։ Դե ֆիզիկապես կարամ, բայց այդպես ճիշտ չի, չէ՞։ Հա, բայց դու ինձ այն սիրում ես, չէ՞։ Ինքը քո ընկերուհին է, չէ՞։ Հա, այդպես է։ Ահա։ Այսինքն դու պետք է ուզես, որ ինքը լավ ժամանակ անցկացնի, չէ՞։ Հա։ Դե արի դու այդ նախագիծը մենակով արա, ես էլ ինձ այն հրավիրեմ կինո, հետո մի քիչ կքայլենք։ Դե հա, բայց դու կարաս ուրիշ օր հրավիրես, օրինակ երբ որ ավարտենք նախագիծը։ Դե հա, բայց դու կարաս ինձ օգնես, ես մի օր ավել անցկացնեմ իր հետ։ Դե հա։ Ապրես։ Վերջն ես դու ուրջ եմ ասում։ Երեխեք, ինչ լավ որ եկոս այդտեղ ստեղեք։ Աթոնին տեսա նախագծից հարցեր տվեց։ Ասեցի, որ անպայման հանդիպելու ենք ու անենք։ Ինքը ասեց, չնայած ինքը շատ տարօրինակ բաներ ասեց, բայց այդ կարևոր չի։ Ասեց, որ ինչ-որ մեկի տանը հանդիպենք ու անպայման աշխատենք։ Կարա գաք մեր տուն։ Բելա։ Այսինքն ես կարամ ինքս անեմ, լրիվ ես կարամ։ Ինչի։ Դե որ դուք չչարչարվեք, համել ես կոսմեկներ ունեմ։ Չէ, տենց ճիշտ չի։ Ես իրեն արդեն ասել եմ, որ թիմը կա ու մենք աշխատելու ենք։ Դե լավ ինես։ Բելայմը հեշտ է ստացվում։ Իր համար մեկից մեկա։ Թողենք անում, մենք լավ կապ տանը չենք նստի։ Իրար կինո կգնենք։ Չէ, Լևոն, տենց ճիշտ չի։ Ես վստահ եմ, որ Աթոյանը հետո հարցեր է տալու, որովհետև ինքը սիրում է հարցեր տալու։ Ես չեմ ուզում պարզի, որ մենակ Բելան է արել։ Կգնանք Բելայից տուն ու մի երկու անգամ որ հանդիպենք, հաստատ կվերջեցնենք, հարմար է քեզ Բել։ Հա, հարմար է։ Դե ես գնամ գրքերը գրադարանից վերցնեմ, Բել դու էլ Լևոնին ձեր տան տեղն ասա։ Բելա մենք բան պայմանավորվեցիք, չէ՞։ Հա, բայց ինքը չուզեց։ Բայց ինքը քո ընկերուհին է, չէ՞, դու կարայիր իրան համոզեիր։ Լավ, ես մի բան կմտածեմ։ Ձեր տան հասցնես կուղարկես։
նայի որ սպասում է։ Դու ժասի հետ ինչ ես խոսացե։ Ասեց չգիտի կգնա թե չէ։ Ոնց։ Ասիր կոնկրետ ասի։ Կարեն, ինչը կոնկրետ հարցնեմ։ Չի ասի, Վարդան ջան, ինչ կա այդքան հետաքրքրվում ես։ Հա դե մի բան հորիներ։ Ես քո համար Պուշկինը չէ, անընդհատ ինչ որ բաներ հորինեմ։ Լավ, մի վրա տուր։ Հեսա կհասկանան գալիս է թե չէ։ Այ որ եկավ ինչ ենք անելու։ Դե մոտներով կանցնենք, իբր պատահական ենք ստեղ։ Իդո քո պլանը։ Քո կարծիքով Ժասմինն էլ հավատաս, որ մենք ստեղով պատահական սենց անցնում ենք։ Բան ես մտածել առաջարկ է։ Ես առաջարկում եմ պրոստը Ժասմինի կյանքին չխառնվենք։ Սոր։ Հիշում ես չէ, այսօր Բելայի դասընկերներն են գալու։ Այն Կարենն ու Վարդանը։ Չէ, Լևոնն ու Ինեսան։ Հա էլի։ Այդ ինչ ես անում։ Հայտարարություններն եմ կարդում, գործ եմ անգալիս։ Բաբ, մոռացա քեզ ասեմ։ Գիտես չէ, պարզվեց ընկեր Ստեփանյանը քեզ ճանաչում է ու կարդացել է քո խմբագրած գիրքը։ Խնդրեց փոխանցեմ, որ դու իր ճանաչած լավագույն խմբագիրներից մեկն ես Հայաստանում, հատկապես արտասահմանյան գրականության թարգմանությունների հարցում։ Տեսար, ապրես որ ասեցիր բալես։ Բայց ով էր կասկածում։ Բելա, քո ընկերները գալու են, հաստատ սոված կլինեն։ Մի թեթև հյուրասիրություն պատրաստեմ։ Չի մամ, պետք չի, մենք նախագծի վրա ենք աշխատելու։ Եթե սոված լինեն, ես քեզ կասեմ։ Էկանա։ Եկեք։ Հաստատ չեմ կֆացել, չէ՞։ Չէ, եկեք։ Բայց հաստատ հարմար է։ Հա, համեցեք։
Բայց մեկը Դե, հա, էս էլ լավը։ Էս շորիդ հետ որեն արձաթի օղերը դնես, ավելի սիրուն կլինի։ լավ հայ ես կհասկանամ ինչ հագ։ Բա դու ինչ ես հագնելու։ Ես իմ դեռ չեմ որոշել։ Բասում էիր, որ չես գալու։ Դե հա, որովհետև նեղված էի ու չէի ուզում Մերսին ու Բելային տեսնեի։ Բայց որ դասից փախակ, գոնե օգուտ տվեց։ Իմ կարծիքով ամեն ինչ կարգավորվում ա Վիկ։ Գնանք արդեն։ Չէ, հələ սպասում ա։ Ինչին ա սպասում։ Եթե ժասը գալուրներ արդեն եկած կլներ, ցուցահանդեսն էս արդեն կփակվի։ Մինչև 10-ը բաց է հանգիստ տեղի։ Դու ինչ գիտես։ Դե տոմսերի վրա եմ նայել։ Բայց ոնց որ սևակն էլ է արդեն քայլում։ Հասկացել ա, որ անիմաստ է, անհույս է, գնում ա։ Քեր մենք էլ գնանք էլի։ Մելս ես ինչ արունա։ Հագուստի փերայից ինչ արունա տղա ջան։ Հա։ Դե ինչ արյուն։ Ոստ է, Արյան հետ կա։ Ինչ ա եղել շիշն ասա Մելս։ Կարանք անիմացիա ստանանք քարտեզի ու քարտեզի վրա ցույց տանք տեղանունները։ Ինչ կասեք։ Հա, տենց էլ արա։ Տենց ոնց։ Դե այդ որ ասում էիր էլի։ Դուք չէիք լսում։ Միացրանք վերցում, վերա ձևակերպի։ Ուղումներն արել եմ։ Ճանաչեցիք։ Իսկ եթե չմոռանամ, կստացի, որ բաց թողեցի այն իսկական զգացմունք ու վախերի պատճառով, որը զգում էի։ Ամեն ինչ հերվում է, բայց ամեն ինչ երևում է, ամեն բան լուրը լռությունն էլ գոռում է, երբ ուզում եմ խաղաղվել պատերազմում եմ, երբ ուզում եմ մտածել ես երազում եմ։ Ամեն ինչ հերվում է ու ամեն ինչ երևում է, մենակ չենք վերևից, ամեն բան նկատվում է, մենք մեռնում ենք վաղը, ապրում ենք երեկ, այսօր ազատ եմ, արի հանդիպենք, աչքերս վերցրու քեզ, տեսեն ինչ տեսնում եմ ես, տես իմ կյանքը, բայց աչքերդ չփակես։